Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն։ Այսօր վաղ առավոտյան Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին եւ ռազմական ենթակառուցվածքներին։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Իրանի Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտը եւ իրանցի միջուկային ֆիզիկոսներին։ Նա խոստացել է, որ գործողությունը կշարունակի այնքան, որքան անհրաժեշտ է։ Ինչ զարգացումներ կարող են լինել։ Շնորհակալ եմ, բավականաչափ մեծ անորոշություն է այս պահին, այսինքն շատ մեծ է հավանականությունը, որ դեռ հարձակումը Իսրայելի կողմից, այսինքն այս հակամարտությունը իր տրամաբանության մեջ կշարունակվի, որովհետև հակամարտության տրամաբանությունը հետևյալն է, քանի որ երկրների միջև չկան անմիջական սահմաններ, նրանք հիմնականում մեկը մյուսի դեմ պայքարում է այսպես հեռահար սպառազինությունների միջոցով, հատուկ ծառայությունների միջոցով, պրոքսի դերակատարների միջոցով, ինչպես նախկինում է եղել, հա։ Եվ այս գործողությունն էլ եթե գնահատում ենք, ընդհանուր վերլուծում ենք, նույն տեսքն է ունեցել, այսինքն հիմնականում աշխատել է օդուժ, մոտ 200 ռազմական ինքնաթիռներ, Մոսադն է աշխատել, դիվերսիոն խմբեր են աշխատել, եւ գուցե իհարկե Իրանի հարևանությամբ իսրայելական որոշ էլի պրոքսիներ ներգրաված են եղել, այսինքն մեծ հաշվով երևի թե Իսրայելը ունի դեռևս հնարավորություններ եւ ունի նաեւ իհարկե թիրախներ եւ նաեւ հաշվարկներ, որ կավանախոցի դրանք եւ թերևս դրանով էլ պայմանավորված է, որ Իսրայելի վարչապետը նման հայտարարությունում, իսկ մյուս կողմից իհարկե արդեն Իրանի դիմադրողական ներուժը, թե որքանով հնարավոր կլինի պատրաստ կլինի Իրանը ռազմավարական վնաս հասցնելու Իսրայելին, չասեմ նույն կարգի, բայց գոնե համարժեք գործողություն, օրինակ բայց պատասխան գործողություններով կավարտվի արդյոք թե նոր զարգացումներ կլինեն։ Չէ, դե բնականաբար այս հակամարտության տրամաբանությունը մեկը մյուսին այդպես են եղել։ Հերթով թիրախավորում են, հարվածում են։ Հիմա նույն Իրանն էլ օրեր առաջ հայտարարել, որ Իսրայելից ձեռք են բերվել գաղտնի ճանապարհով Իսրայելի ռազմական օբյեկտների վերաբերյալ հույժ գաղտնի տեղեկություններ, այսինքն եթե հավատանք այս տեղեկատվությանը, Իրանն էլ ունի ինֆորմացիա Իսրայելի միջուկային օբյեկտների վերաբերյալ եւ եթե դարձյալ հիմք ընդունենք իրանական տեղեկատվությունը, Իրանը ունի նաեւ համապատասխան հրթիռներ, որոնք կարող են հասնել Իսրայել եւ գուցե նաեւ թիրախավորել այդ օբյեկտները։ Պարզապես Իրանի պարագայում մի փոքր ավելի բարդ է, որովհետեւ Իսրայելի դեպքում մենք ունենք շատ զարգացած տարածաշրջանում ամենաուժեղ օդուժը, որը համալրված է ամերիկյան արտադրության ամենավերջին F-35 ինքնաթիռներով եւ նաեւ շատ ավելի այսպես բարձր մակարդակի հոբ համակարգ ունի, ինչը Իրանի դեպքում չկա, այսինքն Իրանի հիմնական զենքը անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներն են, հեռահար հրթիռներն են, իսկ հաշվի առնելով, ինչպես արդեն ասեցի, իսրայելական հոբ կարողությունները եւ նաեւ նրա դաշնակիցների աջակցությունը, հատկապես Միացյալ Նահանգների մասամբ Մեծ Բրիտանիայի աջակցությունը, այս հարցում Իրանի դիմագրավելը շատ ավելի հեշտ է լինելու։ Իսկ պրոքսիների մասով, ինչպես արդեն գիտեք, վերջին տարիների ընթացքում Իսրայելը կարողացել է իր սահմաններից հեռացնել իրանական պրոքսիների ներկայությունը եւ նաեւ նրանցից բխող սպառնալիքներ։ Դա նույն Սիրիայի տարածքում էր եւ Բաշար Ասադի վարչակարգի իշխանության տարիներին ԻՀՊԿ-ի ներկայություն կար, տարբեր իրանամետ խմբավորների ներկայություն կար, Լիբանանում Հիզբալլահն էր բավականաչափ ազդեցիկ, Գազայում Համասը, Իսլամական ջիհադը, այս ներկայությունը եւ ազդեցությունը այս պահին չկա եւ Իրանի հիմնական զենքը թերևս այդ ուղիղ թիրախավորումն է, գուցե նաեւ որոշ դիվերսիոն խմբեր, եթե իրանական հետախուզություն եւ հատուկ ծառայությունները ունեն, բայց այդ մասով չեմ կարող հստակ ասել, այնպես որ կշարունակվի այնքան, քանի դեռ Իսրայելը կարողանա շարունակել գրոհ եւ կշարունակվի այնքան, քանի դեռ Իրանը ընդունակ է դիմագրավելու եւ նաեւ պատասխան հասցնելու։ Դուք կարծում եք ավելի շատ վնասներ կկրի Իրանը։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին։ Դե ԱՄՆ-ի աջակցությունը ոչ այնքան այս հարձակմանը գործողությանը աջակցելու ֆոնն է, այլ օդուժի հոբ հատկապես հոբի մակարդակում հակօդային պաշտպանության եւ ինչ ոչ նաեւ դիվանագիտական մակարդակում, որտեղ տեսնում ենք վերջին ժամերին
Միացյալ Նահանգները բավականաչափ սրել է ռետորաբանությունը, կարծես թե Իրանին ուզում են մտցնել փակուղի եւ մեծ հաշվով այլ ընտրանքների բոլոր հնարավորությունները ձեռքել։ Եվ այն, որ հենց իսրայելական հարվածների հետևանքով զոհվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, այս ամենը ինչ նպատակ ուներ հենց մասնավորապես իրենց թիրախավորելու։ Դե սա խոսում են մասին, որ շատ գրագետ եւ ամենայն մանրամասնություններով նախապատրաստված գործողություններ են եւ դրա նպատակը Իրանի ռազմական եւ միջուկային ներուժը էականորեն ուրեմն թուլացնելն էր, որտեղ թիրախ են եղել միջուկային օբյեկտներ, հրթիռաշինության միտված օբյեկտներ, տարբեր այլ ռազմական պահեստներ եւ իհարկե առանցքային ռազմական պաշտոնյաներ եւ նաեւ միջուկային ֆիզիկայի մասնագետներ, որոնք մեծ ներգրավություն ունեցել Իրանի միջուկային ծրագրում։ Հիմա պարզ է կրկնում, որ հստակ այսպես բազմաշերտ կազմակերպված գծագրված գործողություններ եւ ամբողջ նպատակը Իրանի այդ դիմադրողական ներուժը կոտրելն է եւ տարիներով Իրանից հնարավոր սպառնալիքները չեզոքացնելը։ Ընդհանրապես վերջին 2 տարիներին Իսրայելի քաղաքականությունն ամբողջովին ուղղված է այս ուղղությամբ, այսինքն տարածաշրջանում եւ հատկապես Իրանից հնարավոր բոլոր սպառնալիքները չեզոքացնելը եւ կարելի ասել, որ այս պահին իսրայելական կողմը հաջողում է։ Այսինքն նպատակը հենց այդ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չգալը չէ, այլ նպատակը պատճառ էր ուղղակի դա։ Զուգահեռաբար կար միջուկային բանակցությունները, իսկ Իսրայելը մշտապես է ասել դեռևս 2010-ականներին, երբ առաջին գործարքներ կնքվում Իրանի եւ միջազգային 6-յակ խմբի հետ, Իրանը նշում էր, որ Իսրայելը նշում էր, որ դիվանագիտական գործարքը չի կարող կանխել Իրանի միջուկային կարողությունները եւ այդ խնդիրը ունի մեկ լուծում եւ դա ռազմական լուծումն է։ Եվ Իսրայելի ջանքերը մշտապես եւ ամբողջովին ուղղված են եղել հենց այս։ Բայց զուգընթաց նաեւ անուղղակի, բայց գնում էին բանակցություններ։ Դա պետք է լիներ, դա պետք է։ Ձևական բնույթ էին կրում։ Այստեղ տեսեք, կա երկու դերակատար, կա Միացյալ Նահանգներ, կա Իսրայել։ Այստեղ չնայած իրենք դաշնակիցներ են, հաճախ ունեն ընդհանուր շահեր, բայց այս հարցում կոնկրետ մոտեցումների տարբերություն կար։ Միացյալ Նահանգները ավելի հակված էր գործարքի գնալու, իսկ Իսրայելը, ինչպես արդեն նշեցի, մշտապես գործում էր ռազմական եղանակով խնդիրը լուծելու տրամաբանության մեջ եւ անգամ վերջին ամիսներին նկատում էր խորքային տարաձայնությունների, անգամ կոնֆլիկտ Նեթանյահու եւ Թրամփի միջեւ, անգամ Նեթանյահուն տեղեկատվություն կար, որ մի քանի անգամ արհամարել է, Թրամփը Նեթանյահուն արհամարել է, հեռախոսազրույցներ տեղի չեն ունեցել, նրա տարածաշրջանային այցի ընթացքում Իսրայել այս չի եղել, հա։ Այսինքն եւ սրա հիմնական պատճառները մեկը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված կողմերի միջև եղած տարակարտություններն են եւ Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող քաղաքականությունը, որի դեմ էր գործում նաեւ Թրամփի վարչակազմը, իրենք ցանկանում են հրադադար հաստատել։ Այստեղ պետք է հասկանալ, որ եթե խոսքը վերաբերում է Իսրայելի անվտանգությանը, ապա շատ հաճախ երկու դաշնակիցների միջև տարաձայնություններ առաջանում են։ Այսինքն Իսրայելն ընտրել էր այն բարենպաստ իրավիճակը, երբ որը մեկը չէր կարող կանխատեսել, որ նման գործողություն կարող են, այսինքն մաքսիմալ արել են այնպես, որ այս պահին նման ակնկալիքներ չուներ, թերևս նաև սրան որ պայմանավորված գործողության հաջողությունը։ Բայց այս կերպ կկանխեն այդ ծրագիրը, թե ուղղակի փոխադարձ հարվածներ կլինի եւ խնդիրը կշարունակվի, բանակցություններն էլ կգնան նորից։ Դե որքանով ես տեղյակ եմ, Իրանը այս պահին հայտարարել է, որ հրաժարվում է շարունակել բանակցությունները, ինչ վերաբերում միջուկային օբյեկտների հետ կապված կամ միջուկային ծրագրի հետ կապված զարգացումներին, ապա այսպես ասեմ, քանի դեռ վնասի գնահատման հստակ ուրեմն գործընթաց չկա եւ բարձ չէ թե որքանով է վնասվել միջուկային ներուժը Իրանի, հիմա որը մեկը չի կարող նշել, բայց օրինակ այս հարցակումից առաջ իսրայելական կողմը նշում էր, որ Իրանը արդեն ունի գրեթե հիմնականում պատրաստ 15 միջուկային մարտագլխիկ եւ եթե
գործողությունը հաջողել է, ապա մեծ հաշվով երևի թե մի քանի տարի գոնե Իրանը միջուկային զենք ունենալու մասին չի հասցնի մտածել։ Դրան գումարած իհարկե անցյալ գործողությունները, գործընթացները, որովհետև կարծես թե Իսրայելի հարձակումը ոչ միայն շարունակվում է, այլև փորձ է արվում բուն խնդիրը եւ հակամարտությունը տեղափոխել հենց Իրանի տարածք, այսինքն գեներացնել հակաիշխանական տրամադրություններ իրանական իշխանությունների դեմ, այսինքն ներսում խնդիրներ ստեղծել։ Այո, ներսում եւ նման կերպ փաստացի իրանական իշխանությունների ուշադրությունը կենտրոնացնել ներքին խնդիրների վրա, որով փաստացի արդեն գրեթե կզորանա Իսրայելին պատասխանելու հնարավորությունները։ Իսկ ԱՄՆ-ն որքանով ներգրավվածություն կունենա, որովհետև Դոնալդ Թրամփն այսօր ասել է, որ պետք է գործարքը կնքեն, քանի ուշ չէ, եւ նա մասնավորապես ասում է, որ ես նրանց ասացի, որ իրենք սպասվածից շատ ավելի վատ է լինելու, մենք ասացինք Միացյալ Նահանգները անկասկած արտադրում է աշխարհի լավագույն եւ ամենամահացու ռազմական տեխնիկան, եւ որ Իսրայելը դրանից շատ ունի եւ դեռ շատ ավելին է ունենալու, եւ նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել դա։ Որոշ իրանցի կոշտ գծի կողմնակիցներ շատ համարձակ էին խոսում, բայց չգիտեին, թե ինչ էր պատահելու։ Նրանք բոլորը հիմա մեռած են եւ իրավիճակը միայն ավելի է վատթարանալու։ Դե փաստացի հենց դա է, ինչպես արդեն նշեցի, Իրանին սեղմում են պատին եւ փորձում են պարտադրել Իրանի համար շատ ծանր գործարք պայմանավորվելու, կանգնացնել հակամարտությունը եւ ստանձնելու պարտավորություններ այլևս հրաժարվելու միջուկային ծրագրից։ Հակառակ դեպքում հակամարտությունը կարող է շարունակվել։ Միջան կարող է Իրանը այսպես չի ուզում զիջել։ Դե հա, որովհետեւ զիջումը, տեսեք, Իրանը տասնամյակներ շարունակ իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը վարել է հենց այդ տրամաբանության մեջ, այսինքն Իսրայելին ոչնչացնելու, Միացյալ Նահանգների դեմ գործելու, Արևմուտքի հետ Մեծ Բրիտանիայի դեմ գործելու տրամաբանությամբ եւ իր ողջ այսպես ռազմաքաղաքական ներուժը հիմնականում կենտրոնացել է այդ ջանքերի վրա մերձավոր արևելքում, հա։ Եվ հիմա փաստացի տեսնում ենք այդ քաղաքականության ձախողում։ Իսրայելը արդեն ուղիղ Իրանի տարածքում իրականացնում է թիրախային գործողություններ, շարքից անում է կարևոր ռազմավարական նշանակության օբյեկտներ եւ իհարկե բարձրաստիճան պաշտոնյաների։ Սա ցանկացած պետության համար եւ հատկապես Իրան-Իսրայել հակամարտության տրամաբանության մեջ բավականաչափ հաջողված գործողություն է։ Այս պարագայում իհարկե Միացյալ Նահանգները որպես Իսրայելի դաշնակից փորձել է հատկապես դիվանագիտական մակարդակում եւ հակաօդային պաշտպանության մակարդակում մաքսիմում աջակցել Իսրայելին, իսկ հետագա գործընթացների հետ կապված, ինչպես արդեն նշեցի, դա պայմանավորված է հիմնականում Իրանի դիմադրողական ներուժով, որի վերաբերյալ այս բանը դժվար է ասել, որովհետև կա ինֆորմացիայի շատ մեծ սղություն Իրանից ստացվող, համացանցի հետ կապված նաև խնդիրներ կան եւ դժվար է հասկանալ այս բանը ինչ է տեղանում Իրանում եւ ինչ հակազդման քաղաքականություն է որդեգրել Իրանը։ Օրինակ տեղեկություններ կա, որ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներն են հայտնել, որ Իսրայելը Իրանում նախատեսում է 14 օրյա գործողություններ իրականացնել։ Հնարավոր է, որովհետև տեսնում ենք, որ սովորաբար մինչև հիմա 2 գործողություն է եղել ուղիղ թիրախավորման, դրանք մի քանի ժամ են ընդամենը տևել, բայց այսօրվա ընթացքում հետևելով զարգացումներին ակնհայտ երևում է, որ այդ գործողությունները շարունակվել են։ Իսկ այդ 14 օրը բավական երկար ժամանակ է։ Այո, դա նշանակում է, որ Իսրայելը կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել։ Դա պայմանավորված է Իրանի պատասխանից, ինչպես արդեն նշեցի, այսինքն որքանով Իրանը ընդունակ կլինի հակազդել Իսրայելին։ Եթե կարողացան երկար հակազդել եւ անգամ թիրախավոր, որովհետեւ դժվար է հիմա ասել ինչքան կարողանան պատասխանել, դեռ հայտնի չէ թե Իսրայելի գործողությունը հատկապես հրթիռաշինական այդ ուրեմն օբյեկտների եւ նաեւ հրթիռների պահեստների հետ ինչպիսի արդյունավետություն է ունեցել, այսինքն եթե նրանք կարողացած լինեն մեծ մասը հրթիռների շարքից դուրս բերածնել, ապա բնականաբար Իրանը դժվարությամբ է պատասխանելու։ Իսկ եթե այնուամենայնիվ դեռևս կա այդ ներուժը, ապա Իրանը կարող է մի քանի օր թիրախավորել Իսրայելին, իսկ
Իսրայելի վարչապետի հայտարարությունը խոսում է ասում, որ իրենք ունեն հստակ ծրագիր, ունեն հստակ թիրախներ եւ քայլ առ քայլ շերտ առ շերտ գնում են իրենց արժեդրած խնդիրների լուծմանը։ Կրկնում, հիմնական ձեր հարցի պատասխանը պայմանավորված է Իրանի դիմադրողական ներուժով, որ այս պայն չափելը բավականաչափ բարդ է, որտեղ կա տեղեկատվության պակաս։ Իսկ մեզ համար ինչ վտանգներ է ստեղծվում այն, որ մեր սահմանների մոտ ռազմական գործողություններ են իրականացվում։ Դե արդեն իսկ բարձր է, որ սա մեզ համար վատթարագույն սցենար է։ Փաստացի մեզ համար բարեկամ երկիր եւ շատ կարեւոր գործընկեր երկիրը բախվում է նման կարգի, ուրեմն ճնշման, հարձակման եւ բնականաբար թուլանում են նրա դիրքերը եւ տարածաշրջանում եւ ռազմական առումով, ռազմավարական առումով, որից կարող են օգտվել նաեւ մեր տարածաշրջանում եղած թե Իրանի, թե Հայաստանի թշնամի հակառակորդները։ Այս պարագայում բնականաբար որոշ խնդիրների մասով, հատկապես տարածաշրջանային սահմանների փոփոխության հետ կապված, մեր դիրքերը թուլանում, որտեղ թուլանում է Իրանը։ Մեծ հաշվով այս պայն Իրանի ամբողջ ուշադրությունը սևեռված է Իսրայելի դեմ, Միացյալ Նահանգների դեմ, այսինքն այս միջուկային հարձակումների դեմ ինչ որ գործողություններ իրականացնելով եւ բնականաբար արդեն հյուսիս արևմուտքում կան որոշակի կարող են լինել որոշակի խնդիրներ։ Մյուսը հետ հակամարտային ժամանակահատվածում կարծում եմ Իրանի դիրքերը որոշակիորեն թուլացած են լինելու եւ Իրանի դեմ մեծանալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումը հատկապես ուրեմն ճանապարհի ապաշրջափակման հարցում, եթե այս ամբողջ հակամարտությունից հետո խնդիրը դեռևս մնա բանակցային գործընթացում, այսինքն այլ ռազմական լուծումներ չլինեն, հա։ Այսինքն դուք կարծում եք, որ կարող է եւ ռազմական լուծումներ լինեն։ Ամեն ինչ կախված է հակամարտության ընթացքից, եթե ինքը ավելի ընդլայնվի, ընդունի տարածաշրջանային հակամարտության բնույթ, ապա չի բացառում Ադրբեջանը եւս ուղիղ կներգրավի։ Ադրբեջանը տևական ժամանակ նախապատրաստում է այս սցենարին։ Օդանավականներ կառուցում եւ օկուպացված Արցախի տարածքում սպառազինություններ ձեռք բերում այս վերջին տարիների ընթացքում, չնայած Հայաստանը իրենց հայտարարությամբ հակամարտությունը ավարտված է, բայց նրանք միլիարդավոր դոլարների սպառազինություններ են ձեռք բերում, հենց մեծամասնությունը նաեւ Իսրայելից։ Ակնհայտ է, որ ենք պատրաստվում շատ ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, որը կարող է լինել թե Իրանի դեմ նման այսպես համակարգված գործողությամբ, թե գուցե նաև Ռուսաստանում ինչ որ զարգացումների հետ կապված, ասենք Ռուսաստանի մասնատում, որտեղից Հյուսիսային Կովկասից գուցե իրենք տեսնում են, հաշվարկում են որոշակի սպառնալիքներ։ Իրենք պատրաստում են ոչ Հայաստանի դեմ հակամարտության, ավելի մեծ հակամարտություններին պատրաստում է, բնականաբար այդ հակամարտության շերտերից մեկն է լինելու է մեր տարածաշրջանում Հայաստանի հետ իրենց ունեցած խնդիրների լուծումը։ Մասնավորապես առաջին հարցը հենց այդ ճանապարհի հարցն է, որ իրենց համար օրակարգային է դարձել։ Ճանապարհի հարցը չզահմանապազատված սահմանների չզահմանապազատված լինելու հանգամանքն էլ։ Դե բայց ով է անկարում, կանոնակարգը հաստատված է, բայց չի շարունակվում։ Իրենք չեն ցանկանում, որովհետև տեսնում են ավելի մեծ հնարավորություններ։ Իրենք հաշվարկում են, որ այս գործողությունը լինի, ես կրկնում եմ, մի քանի տարի իրենք պատրաստում են այս գործողությանը։ Հիմա հետևելու են, եթե հարմար լինի արդեն հետագա զարգացումների համար իրենք եւս կփորձեն ներգրավել ինչ որ իհարկե արդեն Իրանի դեմ գործողություններին, այսինքն թե նաեւ Հայաստանի հետ կապված։ Երկուսը միասին։ Նայած թե որ գործողության համար հնարավորություն կլինի։ Չի բացառում, որ եթե լինի հնարավորություն, իսկ եթե Իրանի դեմ հնարավորություն ունի բացելու երկրորդ ճակատ, իրենք այդ պլաստարմը դառնան։ Դա Իսրայելը միշտ կոնե Ադրբեջանի մասով նման հաշվարկներ ունեցել է։ Այս օրերին նաև թուրք-ադրբեջանական զորավարժություններ են ընթանում, կարծեմ մինչև հունիսի 30-ն լինելու բավականին երկար։ Սա ինչ միտում ունի, ասում են մեծ թվով զորք է տեղափոխվել, զինամթերք է տեղափոխվել։ Ես զորքի զինամթերքի տեղափոխման մասին տեղեկատվություն չունեմ, գուցե բաց եմ թողել, իմանալով սա տեխնիկական բնույթի զորավարժություն են, բայց ասեմ, այն պրոցեսները, որը տեղ են ունենում այս պահին տարածաշրջանում, այս զորավարժությունները դրանց հետ ուղիղ կապել եւ կամ դրանցից մեծ սպառնալիք զգալը այնքան էլ տեղին չէ, որովհետեւ կրկնում եմ, շատ ավելի մեծ մասշտաբի խաղի մասին է խոսքը, հա, այստեղ զորավարժության համար տեղափոխված կոնտինգենտը վստահեցնում եմ ձեզ, որ շատ քիչ է նման մասշտաբի խաղի մեջ մտնելու համար։
Եվ հիմա պետք է սպասել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Հայաստանը ինչ կարող անել այս իրավիճակում։ Միանշանակ այս պահին պետք է հետևել զարգացումներին, հաշվարկել հնարավոր զարգացումների սցենարներ եւ բնականաբար գործել ըստ դրանց։ Այս պահին թիվ 1 ուրեմն բնականաբար խնդիրը հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու Իրանում, հաշվարկել ինչ է տեղի ունենալու Իրանում եւ որքանով այդ զարգացումները կարող են ազդել մեր տարածաշրջանը, մեր տարածաշրջանային զարգացումների վրա, դա է հիմնականը։ Այսինքն այդ պատասխան գործողությունները կարող են ազդել Հայաստանի վրա։ Նկատի ունեք Իրանում պատասխան գործողությունները։ Դե եթե թիրախավորի Ադրբեջանը, բնականաբար հնարավոր է ազդեցել, որտեղ դա նշանակում է Ադրբեջանի ներքաշում պատերազմի մեջ, բայց այս պահին կարծես չկա նման խնդիր, հիմնական ուշադրությունը, որտեղ առաջին փուլով ես որքանով հասկացա, հիմնականում օգտագործվել է Սիրիայի եւ Իրաքի տարածքը, այսինքն մեր Թուրքիա, Ադրբեջան հայ գիծը չի օգտագործվել, բայց չի բացառում, որ հետագայում Իսրայելը փորձի օգտագործել եւ դա իհարկե Ադրբեջանը կարող է օգտագործել թիրախավորել։ Դա եթե շարունակվի լարվածությունը։ Այո, դե խոսում ենք 14 օրվա մասին, գուցե ավելի երկար տևի, գուցե ավելի պակաս տևի։ Դժվար է ասել։ Իրադարձությունները շատ արագ են զարգանում, միևնույն ժամանակ տեղեկատվության սղություն կա հատկապես Իրանից, ինչպես արդեն նշեցի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցում էի տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։